բռնազավթված Արցախ, էթնիկ զտման ենթարկված արցախայության խնդիրներ, Արցախում հոշոտվող հոգևոր մշակութային ժառանգություն, Բաքվի բանտերում տառապող գերեվարված, պատանդարված հայեր, քաղաքական բանտարկյալներ Երևանում, անօրինական հարձակումներ և ճնշումներ հայ առաքելական եկեղեցու վրա, խոսքի ազատության աննախադեպ սահմանափակումներ, իշխանազավթ քաղաքական ուժի կողմից հրահանգավորվող ոստիկանական և դատական համակարգեր իրենց հակաօրինական գործողություններով, ահա այն ամենը, ինչ եվրոպացիները գերադասում են չնկատել։ Եվ մենք, որպես փորձառու և պատասխանատու կուսակցություն, առաջարկում ենք մյուս ընդդիմադիր ուժերին, որոնք ըստ ամենայնի զբաղված կլինեն բացառապես իրենց քարոզարշավներով, մեզ վերապահել այդ միջոցառումների օրերին համատեղ, կրկնում եմ, համատեղ ձեռնարկումներ մշակելու և իրականացնելու գործում։ Մի քանի տասնյակ բարձրաստիճան պատվիրակությունների, օրենքի և եվրոպական քաղաքական մշակույթի շրջանակներում պետք է ներկայացնել ամբողջ իրականությունը Հայաստանի ժողովրդավարության մասին։ Այն, ինչ այս ռեժիմը պլանավորել է որպես նախընտրական խնջույք, պետք է և կարող է դառնալ ընտրություններից առաջ մեր երկրի դառը իրականությունը ներկայացնելու առիթ, ճշմարտության պահ։ Եվ հանրապետականը կարող է այս ամենը համակարգել մյուս ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությամբ, եթե իհարկե նրանց կհետաքրքրի նման առաջարկը և եթե նրանք ժամանակ կգտնեն միանալ և միասին զբաղվել նաև համազգային այս խնդիրներով։ Երկրորդ, շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա ընտրություններին ռեժիմին հաղթելու համար հարկավոր է մոտիվացնել մեր քաղաքացիներին, ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ։ Մենք հայտարարում ենք, որ Հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը, գնա որ գնան կարգախոսի ներքո, տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով։ Մենք կօգտագործենք ամեն հնարավորություն համոզելու մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և ընտրել այնպիսի ուժերի, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այս դավադիր, աղետաբեր ռեժիմին։ Երրորդ, գաղտնիք չէ, որ այս փուլում իրական ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ բացառում են որևէ համագործակցություն իշխող ռեժիմի հետ։ Բազմիցս մենք համոզվել ենք և ավաղ, այստեղ մենք ևս ունենք մեր դառը փորձը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քաղաքական ուժերը կարող են նման հայտարարություններ անել, սակայն միշտ հայտնվում են անհատներ, որոնք դրժում են այդ որոշումը և թուլացնում ընդդիմադիր դաշտը, հակվելով իշխող ռեժիմի ճամբարին։ Ուստի մենք առաջարկում ենք, որ հիմնական ընդդիմադիր ուժերին նմանօրինակ հայտարարություններից բացի, այդ ուժերի նախընտրական ցուցակի առաջին 3 տասնյակում գտնվողները կապիտուլյանտ ռեժիմի հետ չհամագործակցելու, ընդդիմադիր դաշտը չլքելու բարոյական պարտավորություն վերցնեն, ստորագրելով համապատասխան հուշագիր և փաստացի համադրելով քաղաքական և անձնական դիրքորոշումները։ Եվ վերջապես չորրորդ, հայտնի է, որ մեր կուսակցության աշխատանքների մեջ կարևոր է եղել ոչ միայն այս ռեժիմի դեմ պայքարը, այլև իշխանափոխությունից հետո մեր երկիրը ստեղծված իրավիճակից հանելու ծրագիրը։ Գիտեք, որ շաբաթներ շարունակ այդ ծրագրի վրա աշխատել են
մեր կուսակցական ընկերներն ու մասնագետները, եւ մենք կազմել ենք տարբեր ոլորտներում հնարավոր եւ առաջնահերթ քայլերի, մոտեցումների, առաջարկների շտեմարան։ Քանի որ հանրապետականը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին, ուստի այդ շտեմարանը ծրագրային բազմաթիվ դրույթներով մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած ընդդիմադիր ուժի, ում դա կհետաքրի։ Եթե հիշում եք, ընդամենը ամիսներ առաջ մեր կուսակցության 35-ամյակի ընդլայնված խորհրդի նիստում ընդունված բանաձևում հրամայական համարելով կապիտուլյանտ իշխանություններից օր առաջ ազատվելը սահմանել էինք 3 առաջնահերթություն իշխանափոխությունից հետո։ Առաջին, երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծում, որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր, իհարկե անպատիժ չթողնելով ավանտյուրիստներին եւ ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակության վերականգնում 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան։ Երրորդ, մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորում եւ Հայաստանի Հանրապետության դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունների վերականգնում, տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից, վերաարժևորելով ու նոր իմաստ հաղորդելով Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների քաղաքական, տնտեսական եւ անվտանգային բաղադրիչներին։ Քանի դեռ չենք հասել այս առաջնահերթությունների իրագործմանը, դրանք մնում են մեր կուսակցության կարճաժամկետ եւ երկարաժամկետ գերակայությունները։ Մեր տեսլականը պարզապես խոստումների կամ երազանքների ցուցակ չէ, այն բարոյական պարտավորություն է եւ ոչ երբեք կեղծ քաղաքացիական պայմանագիր։